Ջարդված ասֆալտ, ջրափոսեր, որոնք օրեցօր ավելանում ու մեծանում են։ Այսպիսին է Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի ամենաբանուկ եւ գլխավոր ճանապարհի մեծ մասի պատկերը, որը սակայն շուտով կփոխվի։ Տևական ընդմիջումից հետո այստեղ հայտնվել են ճանապարհաշինարարները։ Բնակավայրում մեկնարկել է առաջին ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագիրը 141 միլիոն դրամից ավելի ընդհանուր արժեքով, որից 77 միլիոն դրամից ավելին պետության մասնաբաժինն է։ Վերջի անգամ ասֆալտապատվել է մոտ 10 տարի առաջ, այս պահին արվում է փողոցի մի հատվածը մոտ 70%, քանի որ 30%-ը պահպանվել է։ Երկար տարիների ընթացքում սա առաջին փողոցն է, որ ասֆալտապատվում է, բայց հետագայի ծրագրեր արդեն ունենք, զուգահեռ մի փողոց կա, որը արդեն նախագիծ արված է, երևի հաջորդ տարի։ Շատ ունենք փողոցներ վատ վիճակում, բայց հերթով։ Կասֆալտապատվի 868 գծամետր երկարությամբ 8561 քառակուսի մետր ճանապարհահատված, սկսել են եզրաքարերից։ Կատարում ենք եզրաքարերի տեղադրում, եզրաշարի տեղադրում, ծածկի քանդում, վաքերի նորոգում, տեղադրում, նորը։ Եզրաքարերի շարվածքը 600 մետր արել ենք, այդքան էլ անենք, վերջացնենք, նորացնենք ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքները լիովին կավարտվեն սեպտեմբերի վերջին, իսկ ճանապարհաշինությունից առաջ ավելի վաղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել էին նախկին Բանավանի բազմաբնակարան շենքերի տանիքները։ Գյուղի վարչական ղեկավարի խոսքով Ազատամուտում ապրողների թիվը վերջին տարիներին զգալի ավելացել է, միայն նախորդ տարի 700-ով։ Նարեկ Ոսկանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։